Եթերում ենք կխնդրեի ներկայանաք։ Լիպսիմե Եգանյան, քաղաք Երևան։ Դուք եք այսօր մասնակցում մեր ձևով շարժման ուխտին եւ այնինչ կատարվում է այս մի քանի ամիսների ընթացքում եկեղեցու դեմ իշխանության կողմից այս արշավը։ Դուք որպես քաղաքացի ինչպես եք գնահատում եւ ինչ ակնկալիքներով եք հավաքում հանրահավաքներին։ Ճիշտն ասած, ես պայքարի շրջանակներում մասնակցում եմ բոլոր հանրահավաքներին ու առաջնորդվում եմ մի կարգախոսով, որ իմ թշնամին իմ բարեկամն է։ Ու նշանակություն չունի ով է առաջնորդում շարժումը, ես միշտ այնտեղ եմ, որտեղ իսկական թասիբով հայերն են հավաքված։ Իսկ եկեղեցու հանդեպ այս ոտնձգությունը դա ուղղակի մեր ազգի վերջին էջն էլ չասեմ, կործանումն է, մենք կբնաջնջվենք, որովհետև մենք տարիներ, դարեր շարունակ պետականություն չենք ունեցել, եկեղեցին ա եղել մեր պահել մեր ինքնությունը, մեր հայ լինելը, դա մեր կրոնն է։ Իսկ ներկայիս իշխանությունները հերթով կատարեցին թշնամու կողմից հրահանգները բոլոր, հիմա սա արդեն վերջին էջն է, վերջ։ Ինչ է կարծում, իշխանությունները կշարունակեն այս արշավը եկեղեցու դեմ, թե այսպիսի ուխտերը, հանրահավաքները կարող են նրանց թափեցնել, վախեցնել։ Գիտեք, ես չգիտեմ իրենց լրատվականները կամ իրենց ներկայացուցիչները գտնվում են երեք եղել են արդյոք այդ հանրահավաքին թե ոչ, հիմա այստեղ են թե ոչ, բայց եթե իրանք գան տեսնեն ժողովրդի քանակը, կհասկանան, որ շատ մեծ խնդրի առաջ են կանգնելու, եթե իրանք փորձեն եւս մի ոտնձգություն անել։ Այդ մենք էլ կորցնելու ոչինչ չունենք, որովհետեւ մեր պետականությունը մեր էությունն է, մեր հավատքը մենք ենք, մենք կորցնելու ոչինչ չունենք։ Իրանք մեր դեմը չեն կարող առնեն, թող փորձեն ոտնձգություն եկեղեցու հանդեպ ու կտեսնեն համապատասխան, թող հակահարված ասեն, թող պայքարա, ինչ ուզում է ասեն, մենք կորցնելու ոչինչ չունենք։ Ասում է, որ հոկտեմբերի 27-ին հնարավոր է գան կաթողիկոսի հետևից գրոհեն, Ես այլևս ոչ մի բանի վրա չեմ զարմանում, իրենք անում են սատանայապաշտ են իմ կարծիքով իրանք, որտեղ եկեղեցու դեմ դուրս գալ ինչ է նշանակում, չեմ զարմանա, բայց ըստ վիճակագրության, թե ինչ քանակի մարդիկ են հավատում ես մեր ձևով շարժմանը, իմ կարծիքով իրանց մոտ պլանները կփոխվի, իրավիճակը կփոխվի հոգուտ մեզ եւ ի վնաս իրենց, իրանք մի հատ կհասկանան, կհաշվարկեն իրենց հետագա քայլերը։ Շատ մեծ սխալ կլինի, դա կլինի իրանց ամենավերջին ճակատամարտը։